Շնորհակալություն, պարոն Կարապետյան, շարունակելով պատերազմի կուսակցության թեման, երբ որ վարչապետ Փաշինյանը գործածում է Կտրիչ Ներսիսյան անձնանունը ի առարկում եւ որպես պրոտեստ ձեր խմբակցությունը միաձայն խփում է սեղաններին, բայց երբ որ նա ձեզ անվանում է պատերազմի կուսակցություն, այդ պրոտեստի ժեստը, գործողությունը կարծեք թե չենք տեսնում, ինչ է պատճառը, արդյոք այն, որ դուք համաձայն եք նմանվել որոշման հետ, եւ երկրորդ հարցը ձեր թույլտվությամբ, պարոն Կարապետյան, քանի որ ակտուալ է անկրավների թեման, համենայն դեպս ընդդիմությունը աղաղակում է, որ շուտով Տիգրան Աշենը հանձնվելու է, այսպիսի մի իրավիճակ պատկերացնենք, տեղի է ունեցել ձեր ակնկալած իշխանափոխությունը, ուժեղ Հայաստան երկրի իշխանությամբ, Ադրբեջանի հետ հերթական բանակցությունների ռաունդն է, դուք գնացել եք բանակցության եւ սեղանի դրված անկրավների հարցը։ Խնդրում եմ ասեք ձեր տեսլականը անկրավների վերաբերյալ։ Փոխանակման եք կողմնակից, ուզե այլ տարբերակներ։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը, եկեղեցու հետ կապված հարցը կրոնական հարց է։ Իր ձեր մյուս թվարկած պնդումը քաղաքական պնդում է, հիմք չունեցող քաղաքական պնդում է, քաղաքական պնդում, ուղղակի քաղաքական պնդման, ամեն պնդման, ինչին մենք համաձայն չենք, իրենք մեկ-մեկն այս բաներ են հելնում ասում, որ դու էլ ես զարմանում, խոսքը բերում են կիսատ, ասում են բան, որ դու չես ասել, ամեն անգամ դրա կարիքը չկա, սա քաղաքական հարթակ է եւ մենք բողոքի ենք բարձրացնում այն ժամանակ, երբ որ քաղաքական հարթակը օգտագործում են ոչ քաղաքական ու սահմանադրությամբ արգելված երևույթների բարձրաձայնման, այսինքն եկեղեցու գործերի մեջ խառնվելու, այսինքն մեր հոգևոր շատ մարդկանց համար հոգևոր մեծ արժեք ունեցող արժեքների խփելու այդ ժամանակ ենք անում, որ քաղաքական չի մեր պրոտեստը, այլ մեր հոգևոր արժեքներին հարվածելու պատասխան է, կրոնական է։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ բանակցության հարցին։ Ամենաառաջ Ադրբեջանը պետք է վերադարձնի դելիմիտացիայի արդյունքում հարյուրավոր հեկտարներ Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում հազարավոր հեկտարներ։ Դա է հիմնական ցուցիչը, իրենք պատրաստ են իրական երկարաժամկետ երաշխավորված խաղաղության, թե ոչ, թե ուղղակի ինչ կարում ստանում են։ Կոնկրետ անկրավների մասին է հարցը։ Նախ եւ առաջ Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր Հայաստանի պաշտոնական Հայաստանին առնչվող Հայաստանի ենթակայության տակ գտնվող հողերը, որոնք որ պետք է մեր ենթակայության տակ լինեն, հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր հեկտարներ։ Դրանից հետո մենք կհասկանանք այդ երկիրը երկարաժամկետ խաղաղության է նայում, թե ուղղակի հիբրիդային ճնշման եղանակով բոլոր տեղերով ճնշում է մեզ։ Շնորհակալություն, բայց չպատասխանեցիք շատ կոնկրետ պատասխան։ Անկրավների փոխանակման հերթականության վրա շեշտ դնելով կարծում եմ պատասխանեցի, հերթականություն կա։ Պարոն Կարապետյան, օրերս երբ Կապ Ղազարյան ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում եւ գնահատական տվեց, նշելով, որ դուք մեր զինվորների սրիկայաբար տարակ եւ զոհեցիք, դրան հաջորդեց իշխանության կողմից պարսավանքի մի ամբողջ ելույթներ, ստիպեցին, ստիպում էին, որ Էդգար Ղազարյանը մանդատը վայր դնի կամ եթե դուք չեք ինքնակազմակերպում դուրս կշպրտել, բայց դուք էլ ընդունեցիք, որ դա բարեկրթության սահմաններից դուրս էր ձեր եւ իշխանության կողմից հռչակած, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ամենայն հայոց կաթողիկոսին անվանեց պիղծ է ձեր վեհափառը։ Ձեր բառապաշարը շարունակել է մի կերպ մնալ, դուք սա չեք դատապարտում, սա ձեր համար բարեկրթության սահմաններից դուրս չէ եւ նաեւ խոսեց հեծի մասով, նշելով, որ վստահ է, որ հեծը պետականացնելուց հետո շատ ավելի լավ է լինելու, բայց այն անընդհատ չի կարող լինել պետական։ Սրան ձեր մեկնաբանությունը ո՞րն է? Շնորհակալություն։ Տեղում կարծում եմ արձագանքը եղավ տեղում եւ այդ արձագանքը հասցեական մենք լսեցինք արձագանք այդ հայտարարությանը։ Ինչ վերաբերում է հեծին։
երկար կարելի էր լսել Փաշինյանին, թե ինչպես էր նա պատմում, թե սեփականությունն է, որ երկրի սեփականությունն է երկաթուղին։ Որ մի բանի սեփականությունն է, սեփականատերը ինչ ուզում կարա անի, ինչ ուզի։ Նա պատմում էր երկաթուղու մասին, թե ինչ կարևոր է սեփականության գաղափարը, որ երկիրը սեփականատեր է։ Երևի մոռանալով մեր հայտարարությունների մեջ մենք դրան անպայման կանդրադառնանք, թե քանի սեփականություն է մասնավոր ընկերություններից, ֆոնդերից, ներդրողներից նա խլել։ Եվ ինչ է դա բերելու մեր երկրի զարգացման, ինչ խնդիրներ։ Մեր գործընկերը նշեց, տնտեսական աճը դանդաղում է։ Ես կարող եմ ասել, ավելի մեծ հարվածներ է ուտելու, որովհետև չի կարելի խախտել հիմնարար տնտեսագիտության, տնտեսության կառավարման կանոնը, այն է սեփականության իրավունքի պաշտպանությունը պետք է լինի առաջի կանոնը։ Այդպես են ձևավորվել մեծ ուժեղ տնտեսությունները։ Ակտիվի Արշակ Հակոբյան, պարոն Կարապետյան, այսօր ազգային ժողովում քննարկվում է կառավարության այն ծրագիրը, որում հստակ ենթագլուխ կա, որտեղ նշված է կաթողիկոսի հեռացումը, թեև ժամկետներ չի նշվում, բայց 2025 թվականին եկեղեցին մեր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո ձեր հորեղբայրը Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց, քանի որ այսօր ազգային ժողովում քննարկվում է նաև կառավարության այն ծրագիրը, որում հստակ կաթողիկոսի հեռացման հարցն է դրված, ուզում եմ հարցնել, եթե բանը հասնի դրան, դուք շարունակելու եք ձեր ձևով պաշտպանել եկեղեցին եւ ինչպես է դա տեղի ունենա։ Մենք եւ 100,000-ավոր հայաստանցիներ, հայեր մեր ձևով պաշտպանելու ենք մեր եկեղեցին։ Շարունակելու ենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք։ Մենք չենք ընդունում բոլոր այն մտածածին օրակարգերը, որ բերվում է Հայաստան, ներմուծվում է Հայաստան, օտար ազգի, մեզ հակառակորդ եւ թշնամի համարող ազգի պատվերով։ Որ ազգի մասն է։ Վերջին հարցը գործընկերներ։ Մեր ձևը երևաց էլի։ Որ ազգն է մեզ համարում թշնամի։ Որ ազգն է մեզ իր երեխաներին կրթում ի թշնամություն հայերին։ Մեր գործընկերներից պարոն Դավթյանը նկարներ ցույց տվեց մանկապարտեզում, ինչ նկարներ են երեխաները նկարում, ինչպիսի կրթական համակարգ է դրված։ Կարող եք ելույթը նայել եւ կարող եք ենթադրություն անել, որ ազգի մասին է խոսքը։ Երկրորդ հարցը։ Ձեր ձևը ո՞րն է։ Մեր ձևը ինչպես մինչև հիմա, մենք դեկտեմբերին էլ է եղել իրավիճակներ, հիշում եք հայտնի, ինչպես հիմա, ինչպես դեկտեմբերին, ինչպես ամեն ամիս, նույն ձև։